Միացյալ Նահանգներն ու Իրանը համաձայնության են եկել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, սակայն կողմերը դեռ պետք է ստորագրեն փաստաթղթերը։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Ամերիկացի առաջնորդը նշել է, որ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթավերջին։ Հորմուզի նեղուցը պաշտոնապես կբացվի, հենց որ մենք ստորագրենք համաձայնագիրը, դա կարող է լինել շատ շուտով։ Հնարավոր է Եվրոպայում ես այնտեղ չեմ լինի, բայց Միացյալ Նահանգների նախագահ Ջեյդի Վենսն այնտեղ կլինի, ասել է Թրամփը։ Իրանի ներկայացուցիչները Կատարի միջնորդների միջոցով Միացյալ Նահանգներին են ներկայացրել խաղաղության համաձայնագրի վերջին տարբերակը։ Նշվում է, որ Կատարը Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ օգնել է լուծել փաստաթղթում մնացած մի քանի խնդրահարույց կետեր, այդ թվում հետագա միջուկային բանակցությունների ընթացակարգը եւ Իսլամական Հանրապետության նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը։ ՄԱԿ-ը չի ցանկանում այնպիսի սցենար, որի դեպքում Միացյալ Նահանգները կգրավի Իրանի Խարկ կղզին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը նշելով. «Մենք կցանկանայինք տեսնել շարժումը հակառակ ուղղությամբ դեպի դիվանագիտություն, այլ ոչ թե հետագա ոչնչացում»։ Հինգշաբթի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան ուժերը մտադիր են փորձել վերահսկողություն հաստատել Իրանի Խարկ կղզու եւ Իսլամական Հանրապետության նավթային օբյեկտների նկատմամբ։ Թրամփը նշել է, որ Իրանի հետ կապված իրավիճակում ինքը միշտ կղզու գրավումը, որտեղ գտնվում են Իսլամական Հանրապետության հիմնական նավթային տերմինալները, համարել է նախընտրելի տարբերակ։ Այնուամենայնիվ նա կասկածներ է հայտնել, թե արդյոք ամերիկյան հանրությունը պատրաստ է Խարկի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար շարունակական ռազմական գործողության։ Իրանն էլ արձագանքելով հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից ցանկացած չմտածված քայլ կհանդիպի ավելի ցավոտ եւ վճռական արձագանքի։ Իսրայելցի զինվորներն օպերատիվ վերահսկողություն են հաստատել եւ մաքրման գործողությունն իրականացրել Լիբանանի հարավում գտնվող Լիտանի գետի հարավային հատվածում։ Իսրայելի պաշտպանության ուժերի գրասենյակի տվյալներով Սալուկի գետի տարածքը Հեզբոլահին օգտագործել է պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքեր արձակելու եւ տարածքում գործող իսրայելցի զինվորներին հարվածելու համար։ Գործողության ընթացքում ցամաքային ուժերը գործակցելով Իսրայելի ռազմաօդային ուժերի հետ ոչնչացրել են հարյուրավոր ահաբեկչական թիրախներ եւ սպանել ավելի քան 50 ահաբեկչի։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Կուբայի պետական նավթագազային Քուպետ ընկերության նկատմամբ։ Պատժամիջոցներն ուղղված են ընկերության դեմ։ Հունվարին Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որը թույլատրում է Կուբան նավթ մատակարարող երկրներից ներմուծման վրա մաքսատուրքեր սահմանել եւ արտակարգ դրություն հայտարարել։ Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը Կուբայի կողմից ենթադրյալ սպառնալիքի պատճառով։ Այս միջոցառումը սրել է կղզու վառելիքի պակասը, ազդելով էլեկտրաէներգիայի արտադրության, տրանսպորտի, սննդի արտադրության, առողջապահության եւ կրթության վրա։